Գյումրին կրկին ոստիկանական օղակում է, իսկ դա նշանակում է Փաշինյանը Գյումրիում է։ Փակ են կենտրոնական հրապարակի մուտքերն ու ելքերը, բեմում թմբուկի փորձնական զարկերն են։ Քիչ այն կողմ 7 վերքի զանգերն են, հավատացյալներին 7 վերքը պատարագի է կանչում։ Ներսում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը, ով տնային կալանքի տակ է։ Եկեղեցու մուտքի մոտ ստորագրահավաք է պահանջով անհապաղ վերացնել Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը, դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը։ Հավատավոր ՔՊԱ-ականները, ովքեր ամեն կիրակի այս կամ այն եկեղեցում պատարագի էին մասնակցում, այսօր չմտան 7 վերք։ Հարցին, թե ինչու չեք մասնակցում պատարագի, ճեմում եք եկեղեցու շրջակայքում, բայց չեք մտնում եկեղեցի, նրանք կամ անպատասխան թողեցին, կամ պայմանավորեցին ժամանակի սղությամբ։ Չէ, ինձ թվում է արդեն ուշ է այսօր։ Սովորաբար պատարագներին ակտիվ մասնակցում եք, այսօր 7 վերք ինչի չեք մտել։ Լռություն։ Խնդրում եմ թողեք մի քիչ մեր կուսակցական շրջանը։ Գյումրիի կենտրոնական հրապարակում Ռիժկովի ճեմափողոցում իրենք էին ու իրենց հետ եկած քաղաքացիները Հայաստանի քարտեզը կրծքերին։ Որտեղից եք եկել։ Երևանից։ Երևանից։ Այո։ Գյումրեցի եք։ Ոչ, որտեղից եք։ Երևանից։ Դուք էլ եք Երևանից։ Ինչ։ Դուք էլ եք Երևանից։ Այո։ Որտեղից եք եկել։ Աբովյանից։ Աբովյանից։ Ես գիտեի, որ ավտոերթա լինելու մեծ սիրով եկել եմ միացել։ Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում էր ոչ միայն քաղաքացիական պայմանագրի բազմաթիվ ներկայացուցիչների հետ, այլ նաև նախկին կնոջ։ Նրանք տևական ժամանակ սրճում էին Գյումրիի կենտրոնում, իսկ դրսում նրանց էին սպասում ՔՊ ներկայացուցիչները եւ նրանց համագիրները։